Դատավճռի հրապարակման նախորդ դատական նիստում դուք ներկա եք եղել եւ դատանը հայտարարել է գործի քննություն ավարտված, նշել է, որ դատավճռի հրապարակման գործի քննությունը հետաձգվում է եւ նշանակվում 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սա դուք լսել եք։ Այսինքն պատշաճ կերպով ծանոթված եք եղել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած դատական նիստի վերաբերյալ։ Ինչու չեք ներկայացնում։ Պատվարժան դատարան, նախ դատարանը տեղեկացրեց, որ իմ ներկայությունը պարտադիր չի հրապարակման ժամանակ, դրանով չեմ սահմանափակվել, մտածելով, որ իմ ներկայությունը եթե պարտադիր չի, կարող եմ ներկա չգտնել, չնայած որ նախորդ պլանավորած գործեր ունեի արտերկրում, ինչպես հայտնի է բոլորին, ես երբ որ տեղեկացվել եմ պատվարժան դատարան ինձ դատապարտելու մասին, ես անմիջապես տեղեկացել եմ առաջին, քանի որ իրավասության առաջին արձանի դատարանին, որ ես վերադառնալու եմ արդեն եմ գնաց տոմս, եւ տվյալ օրը հոկտեմբերի 28-ին վերադարձել եմ գնացել եմ դատարան։ Դրան դեռ կհասնի։ Դա խնդիր չեմ տեսել, էլի, այդ որ տեղեկացել է, որ կարող եմ ներկա չլինել, դրան դատական նիստի ընթացքում է դատարանը։ Այո, հարգելի պաշտպան, այդպիսի հայտարարություն է Պատվարժան դատարան եւ եթե չեմ սխալվում եւ վերդիկտի հրապարակումից առաջ է եղել եւ դատավճռի հրապարակումից առաջ։ Դատական նիստը մեկը հաստատ եղել է դատական նիստով, բայց որ մեկը այս բան չեմ մտաբերի։ Ինչ բովանդակությամբ է եղել։ Այն բովանդակությամբ, որ դատարան անհրաժեշտ չի համարում գողմերի ներկայությունը, ըստ օրենքի։ Ինչքա ուրիշն պատվարժան դատարանը ասվել է, որ պարտադիր չի մեր ներկա լինել, սա պատճառն է։ Այսինքն դուք ներկա չեք գտնվել դատավճռի հրապարակման նիստին, փորձենք ամբողջացնել ձեր ասածը։ Նկատի ունենալով, որ ըստ ձեր տեղեկությունների եւ ըստ դատարանի հայտնանցի, պարտավորել չէիք հոկտեմբերի 23-ին ներկա գտնվել դատական նիստին, նկատի ունենալով, որ դատավճիռ է հրապարակվել եւ դատականություն չի լինել։ Ես ճիշտ հասկացա։ Լավ։ Իսկ որտեղ եք գտնվում։ Մոսկվայում եմ։ Ինչ պատճառով եք գնացել։ Աշխատանքային հանդիպումներ ունեի։ Աշխատանքային ասելով դա ձեր պարտականություններից է բխել։ Ոչ, ես մի անգամ հայտարարություն եմ արել, դրա մասին խոսել եմ պատվարժան դատարան, ձեզ տեղեկացնում, ես գործարար համայնքի հետ հանդիպումներ ունեի, համայնք ներդրումներ եւ այլն այդպիսի աշխատանքի, դրանով գնացել էի, իրեն տեղեկացնում եմ վերադարձ։ Լավ, նախկինում դուք ըստ գործի նյութերի կրկին Հայաստանի Հանրապետությունից դուրս եք եկել եւ վերադարձել։ Նախկինում նախապես տեղեկացնում եք դատարանը, որ գնալու եք Հայաստանի Հանրապետությունից։ Ճիշտս չեմ տեղեկացել, պատվարժան դատարան, մտածելով, որ հնարավոր է դուրս գալ երկրից գնացել եմ։ Ձեր նկատմամբ գրավ եք իրավացել, հնարավոր եղել։ Այսինքն այդ նախկին անդամները, որ գնացել եկել եք, որևէ ձևով դատարանը ձեզ միջամտել է, որ չի կարող չի ասել։ Պատվարժան դատարան թույլ տա։ Եղել են նաև դեպքեր, երբ պարոն Հանդարցյանը պետք է բացակայի Հայաստանի Հանրապետությունից։ Տեղեկացել եմ նիստի ժամանակ։ Տարանքում ենք նիստը դրանացել, մենք նախորդ դատարանին տեղեկացել ենք, ինքը պատճառը հարգելի է համարել, թույլ է տվել մենք համապատասխան բացակայությունը կազմակերպենք, հենց նշանակել այլևս։ Մասից համայնք դուք քաղաքը հանդիպում ունեին Ֆրանսիայում, բայց հիշեցի, որ պաշտպանը հիշեցեց, դատարանի տեղեկացնում ենք կլինի, որը փոխենք նմանատիպ հանդիպումներ փոխվել է, բայց խնդիր չի եղել, դրա համար մտածել եմ կարող եմ գնալ զարգանալիս։ Լավ, եւ պատվարժան դատարան Բարոյական նիստերը տեսեք երբ են նշանակվել, 3-4 ամիսը մեկ են նշանակվել։ Հասկաց։ Եվ շաբաթը մեկ այդքան դիրը չի եղել երբևիցե։ Լավ, եւ դատավճռի հրապարակելուց հետո մասնավորապես դատարանում 27/10/2025 թվականին ստացվել է դիմում Դավիթ Համբարձումյանից, որում նշված է հետևյալը. հայտնում որ պաշտպանիս միջոցով ծանոթացել եմ իմ վերաբերյալ քննվող քրեական գործընթացի կողմից 23/10/2025 թվականին կայացած դատավճռի եզրափակիչ մասին համոզեմ, որի դատարանը հրավեր է ճանաչել ինձ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով։ Որոշվել է իմ նկատմամբ կիրառած խափանմիջոց վերաբերյալ վերացնել եւ որպես խափանմիջոց կիրառել քառանքը։ Տեղեկացնում, որ աշխատանքային այցի շրջանակներում այս պահին բացակայում եմ Հայաստանի Հանրապետությունից, սակայն 2025 թվականի հոկտեմբերի 28-ին վերադառնալու եմ Հայաստանի Հանրապետություն։ Սա դուք եք ուղարկել այս բանը։ Այսինքն տեղեկացել եք դատավճռի մասին եւ ստացվում է ինքնական ներկայացում։ Պատիժը կայանում։ Պատվարժան դատարան շաբաթ կիրակին գալ, տենց եմ հիշում,
Դրա համար ոնց որ ամսի 27-ին թե ավելի շուտ ուղարկի եկել Հասկացա։ Եվ երբ ներկայացաք, 28-ին։ այսինքն դատավճիռը հրապարակվել էր հոկտեմբերի 23-ին, դուք ներկայացաք հոկտեմբերի 28-ին եւ ձերբակալվեցիք։ 5 օր է։ Կարող դուք